կարողանում հայտնաբերել դատական համակարգում որևէ կոռուպցիոն ռիսկ կամ առնվազն շահերի բախում։ Այս դեպքում նույնպես կարող եմ ասել, որ դա ինչպես վատ կարող ենք դիտարկել, այնպես էլ դրական քայլ որպես կարող ենք դիտարկել եւ կոռուպցիայի դեմ պայքարը ամենօրյա եւ բոլորի սպարտականությունն է։ Արմեն Ուրգյուրեղյան։ Տիկին Հարությունյան, շատ լավ գիտեք, որ Սահմանադրության 173 հոդվածն ասում է բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է։ Խնդրում եմ ներկայացրեք ձեր մեկնաբանությունը, ձեր պատկերացումը անկախ պետական մարմին ինչ է նշանակում եւ այդ ձեր պատկերացումների շրջանակում արդյոք երկրի ղեկավար, երկրի վարչապետը իրավունք ունի որևէ անդամից, ԲՏԽ անդամից պահանջելու պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Շատ լավ գիտենք, որ Կարեն Անդրեասյանը մեկ գիշերվա ընթացքում ստացավ SMS հաղորդագրություն եւ դիմումը ազատման չուշացավ եւ նա ազատվեց այդ պաշտոնից։ Հիմա հաջորդ եւ հարցս, արդյոք դուք ինչպես կվարվեք, եթե մի գիշեր էլ դուք նման SMS հաղորդագրում ստանաք։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Գյուրեղյան։ Նախապես ասեմ, որ քիչ առաջ էլ նշում էի այն պաշտոնը, որին հավակնում եմ, ենթադրում եմ, որ ես քաղաքական որևէ հարցի իրավասու չեմ պատասխանել եւ սեփական կարծիքը այդ առնչությամբ արտահայտելու բան չունեմ, այսպես ասած հնարավորություն չունեմ։ Միևնույն ժամանակ ասեմ, անկախ նրանից, թե ումից ես հաղորդագրություն կստանամ, հեռախոսազանգ կստանամ, բարեհաճելի զրույց կստանամ կամ որևէ այլ կերպ ինձ կտեղեկացնեն, որ ինձ հետ աշխատանքը ցանկալի չէ որևէ մարմնում, որտեղ էլ ես աշխատեի, ես իմ որոշումը կայացնում եմ միայն հաշվի առնելով իմ անձնական նպաստը բերելու անհրաժեշտությունը տվյալ մարմնին։ Եթե ես գտնում եմ, որ այլևս ոչինչ չեմ կարող տալ այլ մարմնին, ես հեռանում եմ։ Դա եղել է նաև իմ նախորդ պաշտոնը թողնելիս։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարգով այդ հաղորդագրությունները ես կստանամ, ես վստահ եմ, որ ես նման հաղորդագրություն չեմ ստանա, որովհետև դժվար թե երկրի բարձրագույն ղեկավարությունը որևէ կերպ ինձ նման հաղորդագրություն ուղարկելու անհրաժեշտություն ունենա։ Արձագանք։ Տիկին Հարությունյան, կրկնում եմ հարցս, հա։ Դուք պատրաստվում եք դառնալ անկախ պետական մարմնի անդամ։ Ես հարցնում եմ, արդյոք երկրի ղեկավար վարչապետը կամ որևէ մեկ այլ պաշտոնյա իրավունք ունի SMS-ով կամ մեկ այլ կերպ դիմելու անկախ մարմնի անդամին ազատվելու դիմումի պահանջով։ Սա քաղաքական հարց չէ, դուք պատրաստվում եք այդ անդամը դառնալու, դուք պետք է կարողանաք հստակ պատասխանել։ Եվ ես ինչքան հասկացա, այո, դուք ասեցիք, որ ոչ մի SMS, վարչապետի եւ ոչ մի SMS չի կարող ձեզ համար ազատման դիմումի հիմք դառնալ։ Արդյոք դա ես ճիշտ ընկալեցի։ Ես ասացի, որ ես մնում եմ տեղում աշխատելու, երբ գտնում եմ, որ անհրաժեշտությունը կա եւ ես ունեմ անելիք տվյալ համակարգում։ Երբ որ ես գտնում եմ, որ իմ գոյությունը կարող է խոչընդոտել որևէ համակարգի աշխատանքին, ես հեռանում եմ։ Եվ դա կապված չի որևէ հաղորդագրության հետ։ Հակոբ Ասլանյան։ Շնորհակալություն։